Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Սկսենք մեր խոսակցությունը Ադրբեջանի ռազմական բյուջեից, որովհետև այն հարցերը, որը ես պատրաստել եմ, տրամաբանորեն կապված են այս հանգամանքի հետ։ Ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքականությունից ենք այսօր խոսելու, պարոն Վարդանով։ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտնի է, որ հայտարարել է, որ ռազմական բյուջեն աճում է մոտավորապես 4%-ով, 26-ին այն հասնելու է 8.7 միլիարդ մանատ կամ 5.1 միլիարդ դոլար, կամ եւ աճում է 187 միլիոն դոլարով ընդհանուր առմամբ, այսինքն այն տեղեկատվությունը, եթե կհիշեք, սեպտեմբերին հրապարակվեց տեղեկատվություն, որ ինչ-որ ռազմական բյուջեն պակասում է Ադրբեջանը։ Մենք տեսնում ենք, որ ոչ միայն պակասում է, այլ նաև ավելանում է։ Հարցս այսպիսին է, առաջին հերթին խոսենք մեր իրողություններից, սա ինչ կապ ունի Հայաստանի հետ կոնֆլիկտի կամ խաղաղության գործընթացի հետ, արդյոք ունի թե չունի, եւ որքանով է սա ընդհանրապես տեղավորվում այն պլանների տիրույթում, որոնք մեր ղեկավարությունն է հայտարարում, Ադրբեջանի ղեկավարությունն է հայտարարում, ամերիկյան ղեկավարությունն է հայտարարում, այսպես կոչված Թրամփի ուղու շրջանակներում, որտեղ հասկանալի է, եթե այդ պրոյեկտը իրականացվելու է, իսկ բոլոր տեղեկություններով 26-ին գործնական փուլը սկսում է, պատերազմ երևի թե չի լինելու, իսկ եթե չի լինելու, ինչ է Ադրբեջանը ավելացնում ռազմական բյուջեն։ Նախ հասկանանք, որ այն զենքն ու զինամթերքը, որ ինքը ձեռք է բերում, ասենք այդքան ավիացիան, իր ավիացիան հեսա շատ լուրջ ձևով մեծանալու է, շատ Պակիստանյանի մասին, չինա-պակիստանական, ասենք ինքնաթիռներ գնելով, այն ինքնաթիռներով, որոնք 30-35 տարվա ռաֆալներին հաղթեցին, ոչ թե նոր ռաֆալներին, ֆրանսիական, այլ 90-ական թվականների սկզբի ռաֆալները հաղթեցին։ Այդտեղ շատ կարևոր բան եք ասում, որովհետև ինտերնետում կա այսպիսի կարծիք համացանցում, որ նրանք հաղթել են ֆրանսիական ռաֆալներին։ Միանշանակ, ֆրանսիական ռաֆալները։ Նորագույն։ Դե ինքնաթիռը մի քիչ երկար է ծերանում, օրինակ բան կա, ռմբակոծիչներ կան ամերիկյան, երևի միջև հիմա լթռնում են, երևի, երկրորդ համաշխարհայինից։ Մեջի ավիոնիկան է փոխվում, չգիտեմ ինչն է փոխվում, բայց ինքը մշտապես շատ արդիական է։ Համենայն դեպս այդ G եսիմ ինչը կարողացել է հաղթի ռաֆալներին, ապացուցված երկու խոցում, եւ չի կարողացել խոցի Su-30 MK-ի հնդկական ռուսական հնդկաստանյան հասկանալի է, բայց հնդկականին դրա դեպքում։ Այո, հնդկական զինված ուժերի, դա մեր նույն Su-30 SM-ների հնդկական տարբերակն է։ Ու խոսքի մեջ է կանզիցաները, քանի որ ընդ ավելի շոկ է, երևի ավելի լավ աշխատում։ Այդպես չնչին տարբերություններով այդ վերջի տառերը այն մեկը նշանակում է Հնդկաստանի համար, այս մեկն էլ ուրիշ բան է նշանակում, այդքան չխորանանք։ Ուրեմն ինքնաթիռներով թուրքերը ինքնաթիռների պարկը Բաքվի թուրքերը շատ լուրջ ձևով մեծացնում են։ Այդքան թիրախուն են խոցելու մեր մոտ 4 ինքնաթիռ 4 եւ շտուրմավոյ, ասենք, մեր մի քանի սուները, որոնք որ չեն մոդեռնիզացվել երևի 90-ական թվականների սկզբից, իմաստ չունի։ Դա նշանակում է, որ ինքը ուրիշ տեղ չեմպիոնատի է պատրաստվում, ասենց որ ոնց որ սպորտսմեն։ Պատրաստվում այն չեմպիոնատի, որ ռեգիոնի չեմպիոնը նշանակվի։ Կարծում եմ, պատրաստվում է Իրանի դեմ, իսկ հնարավոր է նաև Ռուսաստանի։ Նայած որ ուղղության վրա BP-ի տերերը իրանք ուղարկեն, որ ուղղության վրա ֆաս կասեն։ Բայց նայեք, ես չեմպիոնատը հենց այնպես չասեցի, սկզբից երբ որ հարց տալիս եք իմ մտքով sense մի բան անցավ, էլի ասոցիացիա սպորտսմենի հետ։ Եթե սպորտսմենը օլիմպիական խաղերին է պատրաստվում, բռնցքամարտիկ է, դա չի նշանակում, որ
ինքը իր ձեռքբերումները չի կիրառի իր հարևանի դեմ, որի հետ, ասենք, մի մետր այն կողմ այս կողմ հողամաս շարժելու խնդիր ունեն։ Կարա ցանկացած բանի նաև մեր դեմ օգտագործի, բայց ինքը այդքան թիրախներ, որ մտածում ես, Հայաստանում չունի։ Իրան, Ռուսաստան, դա միանշանակ։ Դա նաև վերաբերվում է հեռահար հրետանիներին, որ ինքը ձեռք է բերել, հրթիռային համակարգերին։ Միգուցե մի մասը մեր դեմ օգտագործվելու էր, ասենք, գլխանց, բայց Իրան եւ Ռուսաստանի Դաշնություն։ Վերջապես հասկանանք, որ ինքը բոլոր իր հարևանների նկատմամբ էքսպանսիոնիստական, հարձակվողական նախապատրաստություններ է տեսնում, ասելով, որ Դերբենտը մերն է, դա Ռուսաստան, Թավրիզը մերն է, դա Իրան, Թիֆլիսը մերն է, դա Վրաստան, եւ Երևանը մերն է, դա Հայաստան։ Ինքը բոլոր հարևանների նկատմամբ հավակնություններ ունի, ոնց որ երիտասարդ պետություն եւ երիտասարդ ազգ, պետությունը մոտ 107 տարեկան, իսկ ազգը մոտավորապես 30 կամ 20, որովհետեւ իր ազգի ձևավորումը ռեալ ոչ թե Ալիևի 60-ական, 70-ական թվականների հայտարարությունների ժամանակ է սկսել, այլ հայ-թուրքական հակադրությունների ժամանակ թուրքական տարբեր ցեղեր, Ախմեդլու, Տարեկեմե, Շախսեբե եւ այլն այրում, այդ ժամանակ իրանք նոր սկսեցին կոնսոլիդացիան հակահայկականության վրա։ Դրա պատճառով նաեւ իրանք հիմա հակահայկականությունից չեն կարող հրաժարվել դպրոցական ծրագրերով, մանկապարտեզներով, հասարակության մեջ լրատվամիջոցներով։ Ազգային ինքնությունն է կառուցված հակահայկական։ Ամբողջությամբ իրենց ազգային ինքնությունը այդ ցեղերը, թուրքական ցեղերը միավորելուց կառուցել են հակահայկականության վրա։ Իրենց իդենտիչնեստ ոնց կլինի։ Ինքնություն, այո, այդ ամբողջությամբ Բաքվի թուրքերի ինքնությունը կառուցված է հակահայկականության վրա։ Զենքը եւ զինամթերքը, որ այս պահին ինքը բյուջեն մեծացնում է, համոզված եմ, որ կկիրառվի ուրիշ տեղ էլ, եթե պետք լինի, պետք է բավարար լինի այդ ուրիշ տեղ կիրառելու համար, Դերբենտ կամ Թավրիզ գրավելուց, բայց դա չի նշանակում, որ համապատասխան պայմաններ ստեղծվելու դեպքում չի օգտագործվի Հայաստանի Հանրապետության դեմ։ Տեսեք, դուք ասում եք, որ նրանք չեն նորից շարունակենք հայկական ուղղությունը, որ նրանք չեն կարող հակահայկականությունից հրաժարվել, որովհետև ամբողջ ինքնությունն է կառուցված դրա վրա։ Իսկ այդ դեպքում խաղաղության գործընթացը իսկայն ակնհայտ կերպով կա, չէ՞, հանդիպումներ են լինում, հայտարարություններ են հնչում, որոշ գործողություններ կան, այդ ցորենը, չգիտեմ, նավթամթերքը, այնուամենայնիվ գործընթացը գնում է։ Այդ դեպքում այդ գործընթացը դեպի ուր է տանում, եթե նրանք ամենագլխավոր ֆակտորից չեն հրաժարվում հակահայկականությունից։ Ինչ իմաստ ունի, այստեղ հակասելու է, չէ՞, մի օր այդ երկու գործընթացները սկսել են հակասել իրար։ Ասեմ ավելին, սրանից երևի մի 10 տարի առաջ մեկ թուրքական բլոգերները գրում էին, որ տեսեք, որ ասում են հայերը պետական մարմինները, որ ասում են հայերը սորված են, քանդված է, տնտեսություն չկա, մայրաքաղաքում, չգիտեմ, կենտրոնական փողոցներում վայրիշները ավելի շատ են եւ այլն, տեսեք, որ այդպես չի, Երևանը ապրում է, Հայաստանը ապրում է, եւ այդ ամեն ինչը, ասենք, շոկային էր լինում այդ երկրի համար։ Այդ երկրում հակահայկականությունը այն աստիճան խորն է, որ երբ որ կայծակը խփում տրանսֆորմատորնի բուտկեն վնասում է, ասում է դրա հայերն են արել, որովհետեւ 81 թվականին այդ հայ էլեկտրիկ էր աշխատում, ու ինքը ինչ որ համակարգ է դրել, որ այդ հետո 40 տարի հետո այդտեղ կայծակ խփի։ Իրանց մոտ այդ աստիճան հակահայկականությունը խորն է, ու ես ոչ մի ձևով չեմ չափազանցնում, դա իրականություն է։ Պետությունը ուզում է մեր հետ հաշտություն ունենա։ Ես այդքան էլ համոզված չեմ, եթե ճիշտը խոսանք։ Թուրքական պետությունը հաշտություն Հայաստանի Հանրապետության հետ դեռ պետք չի։ Քանի ինքը, ասենք, այդ կելտերը, որ Ղենլան գիտեք հայերի մոտ հաճախ իրար փոխարինել են, Հռոմը գրավելուց հրաժարվեցին, նժարի վրա դրվեց ոսկին պայմանավորված, ասենք, եւ կշռաքարերը եւ այդ բաների
ցեզալպյան կեղտերից առաջնորդներից մեկը թուրը գցում է նժարի վրա գալիայի ցեզալպիստի գալիայի այո բանը գցում է նժարի վրա եւ այնտեղ հռոմեացիք բորբոքվում են ինքը ասում է ռուսերեն բանը գորե պաբիժձոնն է կարճ ասած սքացեք պարտվածներ ինչ ասեմ պետք է անեք այդ ձևի վիճակի մեջ է այսօրով Ալիևը իր ասենք կլանով իրենք կարծում են որ մաքսիմալը կարան Հայաստանի Հանրապետությունից քերեն եւ հələ որ իրանց մոտ ստացվում է պատճառներից մեկը մեր пассивությունն է մեր пассивությունը ես նկատի չունեմ քաղաքացիական ասենք քաղաքական դաշտում կամ միջազգային իհարկե այնտեղ մենք пассив չենք քաղաքական դաշտում պետությունը մեկ նույն բանն է ասում ինչ որ հետո իրանց հակա ինչ որ փաստարկներ գտնելով ընդդիմությունն է հայտարարում եւ ստիպված այնտեղ կարճ ասած շատ խառնա ու անկապ զրույցներ քաղաքական դաշտում ինձանից լավ գիտեք էլի շատ է այդում բայց աշխատանքներ այն միջազգային եւ ներքին քաղաքական դաշտում արվում է չի արվում աշխատանքներ որը կապահովի թուրքական ոտնձգությունների թաթիկներին ասենք ճպսնելը հասարակության մեջ աշխատանքները անհրաժեշտ չեն արվում դա շատ ավելի կարևոր է ցավալի է իշխանության եկած հասարակական ինչ որտեղ գործիչները գրեթե բոլորը հասարակական գործիչ են շատ քիչ մեջները քաղաքական գործիչներ կան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շատ ցավալի է, բայց իրանք գալով իշխանության ոչ մի բան չեն անում հասարակությունը ուժեղացնելու համար։ Իսկ հասարակության ուժեղանալը թույլ կտար այդ ոտնձգությունների դեմը առնել։ Եվ թուրքերը ավելի շուտ կդադարեն թե սահմանի վրա իրենց անշնորհքաբար պահել, թե բանակցությունների ժամանակ, թե անտեսել, ասենք, այդ խաղաղ գործընթացի մեջ անհրաժեշտ քայլերը, այդ թվում նաև արմենաֆոբիայի դեմը առնելը, որովհետև պետությունը եթե սկսի դա անել, դա մեկը, ասենք, տասնյակ տարիներ է քաշելու մինչև հասարակության մեջ մտնի այն հասկացողությունը, որ հարևան հայի հետ էլի ապրելապետ հարևանաբար, ոչ բարեկամաբար, թեկուզ հարևանաբար ոչ մի քայլեր իրանք չեն անում, չեն էլ անելու, քանի թաթիկներին չխփենք։ Իսկ թաթիկներին խփողը հաշվի առնելով խաղաղ գործընթացը, բանակցությունները, հասարակությունն է եւ հասարակության այն զավակներն են, ովքեր որ մասսայական, ասենք, պատրաստ կլինեն զինված ուժերը համալրել։ Չեմ տեսնում այդ աշխատանքը, ցավալի է, բայց չեմ տեսնում։ Հասարակությունը ուժեղ այնքան էլ հարմար չի քաղաքական վերարտադրողականության համար, ես հասկանում եմ, էլի, երևի պատճառներից մեկը դա է, բայց պետության հարատևելու համար, պետության գոյատևելու եւ ոչ թե գոյատևելու, այլ էվոլյուցիոն զարգացող կյանքով ապրելու համար հասարակությունը պիտի լինի հասուն, զարգացած եւ ուժեղ։ Այդ քայլերը ցավոք Հայաստանում չեն արվում։ Այն մանր մունր ակցիաները ոչ մի բանի մասին են, հասարակությունը ակտիվացնել է պետք։ Ռեալ այսօր հակակշիռ հաշվի առնելով, որ մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները մաքսիմալ փորձում ենք թույլատնենք եւ խզենք, Իրանի հետ, ասենք, դաշնակցային հարաբերություններ չենք հաստատում այն դեպքում, որ երկու այս տարածքում շահագրգռված ուժ է, անգլիական կամ ֆրանսիական կամ ամերիկյան զինվորական կոնտինգենտի հույս չկա, որ կգա ստեղ եւ իր գործառույթները կանի նաեւ ռազմական, եթե նույնիսկ լինեն, շատ հեշտ խոցելի կլինեն փոքր խմբերը։ Արևմտյան ինչ-որ երկրներից ստեղ փոքրիկ ռազմաբազա կամ ներկայացություն եթե լինի, իրենք մեծ ուժ ի վիճակի չեն լինելու ստեղ տեղադրեն։ Հիշում եք առաջի համաշխարհայինի հաղթանակի պայմաններում անգլիական նավատորմի նախարարը հայտարարեց, որ մեր նավերը հայկական լեռներ չեն կարող բարձրանալ։ Ախր դա իրականություն է։ Մենք շատ հեռու ենք այդ իրենց գլխավոր շահերի, ոնց որ ասած, առյալներից, շատ հեռու ենք։ Ստեղ իրանք ունեն ինչ-որ ներկայացուցիչներ, որոնք որ ոնց որ ասած մնացորդային իրենց շահերը պաշտպանում են։
որպեսզի մենք կարողանանք մեր գլուխը պահենք եւ ապագա ունենանք եւ զարգանանք, միակ դաշնակիցը, որ ունենք, դա Սփյուռքն է, հայկական Սփյուռքը եւ ուժը պետք է միակ, ասենք, ձևավորվի ներսում։ Դա ուժեղ ամուր հասարակությունն է։ Պարոն Վարդանյան, դուք նշեցիք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզում ենք, որ չենք զարգացնում։ Չէ՞ որ պատերազմի ժամանակ եւ 102-րդ բազան է այստեղ եւ Լեռնային Ղարաբաղում կար կոնտինգենտ ռուսական, որ կա ինչ։ Ասենք թե չենք խզում, կա։ Ինչ է դա մեզ տալի։ Ասեմ, Հայ-ադրբեջանական սահմանի վրա 21 թվականին ինչքան բերեցին ռուսական զորքեր տեղակայեցին։ Դա խանգարեց 22 թվականի ագրեսիային։ 21 թվականին էլ չխանգարեց իշխանասարի դեպքերի ժամանակ։ Չի խանգարեց։ 22 ջերմուկ եւ կապան չխանգարեց։ Դա իմաստը ո՞րն է իրենց տեղավորել։ Ռուսերեն ռուսական զորքերի ստեղ լինելը ես ոչ մի ձևով չեմ արդարացնում կամ ասենք փնովում։ Ուղղակի լրիվ առանց դաշնակից մնալը մեզ ձեռնատու չէր եւ ես գիտեմ sense մի բան, որ մի ուղղություն, որ հաստատ կոնկրետ թվերի եմ, ասենք, համեմատաբար կոնկրետ թվերի եմ տիրապետում, Բաքվի Հանրապետության դեսպանատունը հսկայական, ասենք, 10 թվականից թե 9 թվականից 10 տարվա մեջ ուրեմն $100 միլիոն ավել փող է բաժանել Ռուսաստանում, հիմնականում զինվորական եւ զինվորականին մոտ շրջանակներում ռազմական տարբեր հետազոտողների, կհիշեք տարբեր սրիկա եւ կիսանեյտրալ, ասենք, ռուսական փորձագետներին, որպիսի ռազմաբազան ռուսական ստեղից հեռացվի։ Ես ընդհանրապես գիտեմ մի բան, ես պետք է էշ լինեմ, որ Թուրքի ուզածը կատարեմ։ Մանավանդ այն, ինչի վրա ինքը փող է ծախսում։ Ուրիշ բան, որ մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ճիշտ չենք դասավորել։ Նախ մենք չենք հասկացել, որ ռուսը մեր դաշնակիցը չի։ Դաշնակից հասկացողությունը միջազգային պրակտիկայի մեջ մտցրել է Հռոմը։ Հռոմը ոչ մեկին դաշնակից չի եղել, իրան են դաշնակից եղել։ То есть դաշնակիցը դա կրծեր պարտներն է։ Մենք դա պիտի հասկանայինք, համապատասխան աշխատանք տանենք։ Մենք այդ նորմալ աշխատանքները չենք կատարել, հույսներս դրել ենք դրա վրա, որ սրանից 1200 տարի առաջ Գրաչովը եւ Վազգեն Սարգսյանը Սևանում լողացել են իրար հետ։ Ռեալ զարգացումներ մեր դաշնակցային հարաբերությունների չենք արել։ Նույնը Իրանին է վերաբերվում։ Թե Իրանը, թե Ռուսաստանը 90-ական թվականների սկզբին անկախանալու կամ սովետը փլուզվելու ժամանակ ուսումնական ռազմաբազաներ են կառուցել Հարավային Կովկասում։ Ոնց եք կարծում, որտեղ։ Ադրբեջանում։ Այո, երկուսն են։ Ասեմ ավելին, 3-ն էր։ Միացյալ Ամերիկայի Նահանգները, Բաքվի կողքը, զիլյոնի բերետներից, այդ կանաչ բերետայիններով, ասենք, 2 գումարտակ էին մարզում։ Ռուսները ուրեմն մարզում էին Գերան կայարանում 5000 հոգի երկրորդ բանակային կորպուսի բաներին, Սուրետ Գուսեյնովի զինվորականներին մարզում էր դեսանտնիկները, ասենք Կիրովաբադի դեսանտնիկներն էին մարզում։ Իսկ Քսիրը հեղափոխության իսլամական հեղափոխության պահապանները բազա են դրել Թալիշների հողում Կասպից ծովին հարավային հատվածը Բաքվի Հանրապետության։ Էլ չասեմ, ընդ Բայրամովի վաշտը սպեցնազը պատրաստում էր 22-րդ սովետական սպեցնազը։ Դա ո՞ր թվին է եղել։ 92 թվականին։ Նու այդքան էլ լավ ավարտ չունեցավ այդ ամենը։ Այո, մենք էշ մանավանդ Ղարաբաղցին դե շատ է տարբերում, սրանք սպեցնազ են, կոմանդոս են, ինչ են։ Սաղին Մարտակերտի կողմերը, ասենք, ամերիկյան պարապած 2 գումարտակը փշրեցին։ Նույն ձևով Մարտակերտում եւ բանում Սուրետ Գուսեյնովի զորքերը փշրեցին Խարվաճարի ուղղության վրա։ Բանը Թալիշներին չկարացանք, Թալիշների մոտ պարապածներին, պարսիկների պարապածրածներին չկարացանք լավ փշրենք, բայց ոչինչ, այնպես լուրջ կորուստներով կանգնել են, չեն կարացել լուրջ առաջ խաղացում ունենան։ Խնդիրը ինչն էր, որ հայկական պրոյեկտի վրա ոչ մեկ հույս չէր դնում, որովհետև թուրքերը մեզանից 1.5 անգամ ավել բնակչություն ունեին, անսահմանափակ, ասենք, այն վաղտեր թվում հնարավոր է միջևում այդ կարծիքը կա, ասենք, նավթի եւ գազի պաշարներ ունի, իսկ Հայաստանը դեինդուստրիալիզացիայի սկիզբն էր սկսում, այն էլ վայրի ձևով, եւ Հայաստանի տնտեսությունը
շատ արագ հրթիռի թռնելու արագությամբ դեինդուստրիալիզացիա էր հետո մեր տնտեսությունը զրոյանում էր։ Հա, ասեմ, մեր խիզախ եւ համառ զինվորների հաշվին այդ բոլոր ռազմաբազաները տեղից ուսումնական հեռացան, բոլորը։ Առաջինը հեռացրեցին, ասենք, Էլչիբեյը Պարսկաստանի ռազմաբազան, մանավանդ շատ մեծ հաջողություններ չգրանցեցին, հետո ռուսներին հեռացրեցին, ասենք, էլի Էլչիբեյի ժամանակ, հետո ամերիկացիներին, կարծեմ 90 արդեն 3 թվականի վերջ 94-ին, կարճ ասած բոլորը, ոչ մեկ ստե Հայաստանում ուսումնական բազա չի դրել, իսկ ընդ դրել էր։ Բայց մենք Հայաստանի Հանրապետության նոր ստեղծվող քաղաքացիների շնորհիվ, փաստորեն հասարակության շնորհիվ կարողացանք դիմակայենք, կանգնացնենք հակառակորդին եւ արդյունքում Իրանից շատ շատերը հրաժարվան Թուրքից որպես հաջող պրոյեկտ։ Հիմա ինչն է խանգարում, մեր միակ ռեալ ուժը, ներս ախր ուրիշի վրա հույս որ դնում ես, դա ուրիշի ուժի մասին է։ Կուզիկ օգտագործի, ինչպես դուք լավ նշեցիք, որ Ռուսաստանը չօգտագործեց իր ուժը, չէ՞։ Հասկանալի դարավ 22 թվականի փետրվարի 24-ին, թե ինչի համար ոչ։ Այդ վաղ շատ հասկանալի པարզ դարավ ասեմ։ Միանշանակ։ Հա, բայց մինչև այդ հանելուկ էր բոլորիս համար, ինչի էլի խի արա Գյուլիստանից հələ Արցախը Իրանով էր արել, ամենանվիրված, ասենք, հարավային Կովկասում ամենանվիրված տարածքն էր Ռուսաստանի կայսրությանը, Սովետ միությանը։ Կարճ ասած, պիտի հույսը դնես քո վրա։ Միակ բանը, որ ստեղ ունենք, որ ոչ գյուղտնտեսությունն է, ոչ ինդուստրիալն է, ասենք զարգացած, ես հիմի տնտեսական ճյուղերն են, այդ ամեն ինչը ինձանից լավ գիտեք, բավականին նողկալի վիճակում է, միակ բանը մարդկային ռեսուրսն է։ Ինչի մարդկային ռեսուրսը չենք զարգացնում։ Կասկածելի, ասենք, դպրոցական ռեֆորմաներ, ոչ կիրառելի, ասենք, գիտելիքներ, էլ չեմ ասում ՆԶՊ-ն, էլ չեմ ասում, որ ռոբոտացված դասերը, չգիտես խի ֆակուլտատիվ է, այլ ոչ թե պարտադիր առարկա, այդ նույն, ասենք, դրոն սարքել եւ քշելը, այսօր որ դպրոցի բախտը բերել է արմատ լաբորատորիա ունի, այնտեղ երեխաները քիչ թե շատ դրա հետ առնչվում են։ Որտեղ չկա, վերջ։ Եթե դու ուզում ես ժամանակակից պատերազմներում ոչինչ անաս, դու պիտի ունենաս լուրջ ռեսուրսները ժամանակակից արդիական դարձրած վիճակ։ Քո միակ ռեսուրսը ռեալ որ կա, դա մարդն է։ Մարդկային ռեսուրսները պիտի զարգացնես։ Խի չենք անում, որովհետև ավելի կարևոր է մեր համար պայմանավորվածությունները որոշ մարդկանց համար, տարբեր ուժային կենտրոնների հետ, այն դեպքում, որ հիշեցնեմ նորից 33 տարի առաջ բոլոր ուժային կենտրոնները կարծում էին, որ Հայաստանը պետք է վերանա։ Բոլորը, այն որ հիմա ում գիրկը թռել ենք, իրանք էլ էին այտենց կարծում։ Կարճ ասած, պիտի զարգացնես հասարակությունդ, հասարակության բջիջները, ընտանիքները, նորից ու նորից ազգ բանակ։ Միակ ճանապարհն է։ Միակ։ Հուսանք, որ դել ժամանակի ընթացքում կանենք, պարոն Վարդանով, եթե ինչպես դուք ասում եք, հիմա դա չի արվում, այլ հնարավորություն ուղղակի չկա, միայն փորձենք հույս հատնել, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։